Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման առաջընթացի 2025 թվականի զեկույցը ներքին գործերի նախարարության մասով պիտի փաստեմ, որ իրականացվել է ծավալուն եւ համակողմանի աշխատանք նախարարության ամբողջ մանդատի շրջանակներում եւ այն, որ մենք շարունակում ենք զեկույցը ներկայացնել բաց տրամաբանության մեջ, սա հենց մեր ռեֆորմների նվաճումներից մեկն է նաեւ, որովհետեւ տարիներ շարունակ հատկապես ոստիկանության ոլորտում իրականացված աշխատանքները եւ ոստիկանության ոլորտի խնդիրները մենք չենք քննարկել նման հարթակում եւ խորհրդարանական վերահսկողություն ըստ այդմ պատշաճ կերպով չի ապահովել այն ամբողջ գործիքակազմը, որը հնարավոր է ունենալ։ Մինչ մանրամասներին անդրադառնալը հարգելի գործընկերներ ցանկանում եմ մի քանի տվյալ հանրայնացնել, որի շուրջ եւ ոչ միայն կկառուցեմ իմ հետագա խոսքը եւ կներկայացնեմ կատարված աշխատանքները։ Առաջին արձանագրումը, որ անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ մենք քաղաքացիների միգրացիոն դրական սալդո ունենք։ Սա նշանակում է, որ հաստատված խաղաղության բազմաթիվ ոլորտային բարեփոխումների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ եւ այս միտումները մենք պետք է խնամքով պահպանենք եւ ավելի արդյունավետ դարձնենք։ Երկրորդ արձանագրումը Հայաստանը այս պայծրությամբ միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով եւ միակ պետությունն ենք, որը երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը։ Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտին համապատասխան կենսաչափական համակարգ վերջապես։ ՆԳՆ համակարգում հանրային ծառայությունների ոլորտում աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ են իրականացվում։ Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրների շարքում 13-րդ տեղում է 90.27 ինդեքսով։ Հաջորդ արձանագրումը 2025 թվականի կտրվածքով Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրել ենք հանցագործությունների թվի նվազում 3.2%-ով, ինչն իրավապահ համակարգի աշխատանքի արդյունքն է։ Հայաստանի ճանապարհների 2024-2025 թվականներին կտրվածքով խնայվել է 95 կյանք տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց։ Աճել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը հասցնելով հարցվածների 61%-ին։ Եվ վերջին արձանագրումը չնայած արտակարգ դեպքերի եւ պատահարների թվի աճին 2025 թվականին դրանց հետևանքներով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը 59-ով։ Հիմա ավելի մանրամասն հարգելի գործընկերներ, սիրելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ։ Հաշվետու տարում շարունակվել է միգրացիա եւ քաղաքացիության ոլորտի զարգացման աշխատանքները եւ ես ինչպես նշեցի, մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը եվրոպական կողմից եւ ես որպես գլխավոր բանակցող եւ 2025 թվականի նոյեմբերի 5-ին ստացել եմ գործողությունների ծրագիրը, այն անմիջապես հանրայնացվել է թե բնօրինակով եւ թե նաեւ հայերեն թարգմանությամբ, որպիսի մեր քաղաքացիները եւս կարողանան հետեւել եւ հասկանալ, թե պետությունը ինչպիսի հանձնառություն է ստանձնում Եվրոպական միության վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում եւ կարողանան հետեւել դրա առաջխաղացմանը։ Փաստեմ, որ ներքին գործերի նախարարությունը ստանձնել է այս համատեքստում միջգերատեսչական համակարգողի դերը եւ զուգահեռ աշխատում ենք բոլոր մեր գործընկեր գերատեսչությունների հետ, որոնք հանդիսանում են ծրագրի որևէ հենանիշի հասցեատեր։ Եռում փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման հետ կապված աշխատանքները եւ ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր, անձահաստատող փաստաթղթեր եւ այս ժամկետը մեզ համար 2026 թվականի աշունն է։ 2025 թվականի ապրիլին ինչ ենք իրականացրել, ինչ ենք հասցրել իրականացնել այս մասով։ 25 թվականի ապրիլից, այսինքն պայմանագրի կնքումից ի վեր ձևավորել ենք մի շարք մասնագիտական խմբեր, որոնք աշխատել են տարբեր ոլորտներով, սկսած դիզայնից ավարտած անվտանգային ամենանուրբ բաղադրիչները, որոնք իհարկե առաջին հայացքից տեսանելի չեն, բայց դրանք ամուր հենք են ապահովում, որպիսի անձի ինքնության հետ կապված նոր ստանդարտ ունենանք Հայաստանի Հանրապետությունում։ Հիմնովին վերանորոգվում է վարչական շենքը, որը ծառայելու է որպես միջազգային ստանդարտներով կառուցվող տվյալների կենտրոն։ 25-ին արդեն հասցրել ենք ավարտին հասցնել շենքի քանդման եւ նոր հատակագծով չափագրման եւ մոդելավորման աշխատանքները։ Նշեմ, որ Երևանի ամենաբանուկ երկու առևտրային մոլերում մենք ի վերջո մշակութային փոփոխություն ենք բերելու եւ այսուհետ նաեւ այսպիսի ծառայություններ են մատուցելու մոլերի շրջանակներում, ընդ որում կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով։ Եվ սա թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում ի վերջո փակել անձնագրային ծառայությունների հնամաշ եւ ցածրորակ էջը։
կոտրելով նաև ոլորտի կարծրատիպերը քաղաքացուն մատուցվող ծառայությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մենք ավարտին ենք հասցրել նաև անձնագրի դիզայնի հետ կապված աշխատանքները եւ առաջիկայում առիթ կունենանք հանրայնացնելու նաև այս իրավիճակը։ Նշեմ, որ արդեն նույնականացման քարտերը ուղարկվել են մեծաքանակ տպագրության, այսինքն այստեղ եւս նույնիսկ տեխնիկական առումով մեծ առաջընթաց ունենք։ Ազգային ժողովի հետ սերտ գործընկերության արդյունքում 25 թվականի հուլիսի 3-ին ընդունվել է բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքը եւ այս օրենքի նախագծով մենք ի վերջո մեր բնակչության մասին ավելի ճշգրիտ պատկերացում ենք ունենալու, ձևավորվելու է նոր բնակչության ռեգիստր եւ նաեւ նշեմ, որ քաղաքացուն անverջ այս կամ այն պետական մարմին ուղղորդելու, անընդհատ տեղեկանքներ վերցնելու պրակտիկան այս նոր բնակչության պետական ռեգիստրով կրկին փակելու ենք եւ սա ցույց է տալու, որ եթե պետությունը ունի տվյալ քաղաքացու մասին, այլևս այս տեղեկատվությունը պիտի հասանելի լինի ցանկացած գործարքի շրջանակներում եւ յուրաքանչյուր ոք նաեւ հնարավորություն ունի սեփական տվյալը խմբագրելու, դիմում ներկայացնելու ներքին գործերի նախարարության, ինչը մինչ այս պահը ուղղակի անիրատեսական, կարելի ասել, մոտեցումների շարքին էր դասվում։ Մշակման փուլում է գտնվում միգրացիայի ոլորտի նոր ռազմավարությունը, որտեղ առանձին անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության ինստիտուտին, եւ մենք հիմնովին վերանայելու ենք Քաղաքացիության ինստիտուտի հետ կապված տարբեր կարգավորումները, որոնք որ ունեցել ենք, դրանք համապատասխանեցնելով նոր տեսլականին։